Հանրապետականները բողոքում էին, ասում էին ոնց Նիկոլ Փաշինյանը գնում է, ասում է Եզրասին, ասում է KGB-ի agent, բայց հետո գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Բայց ճիշտ հարց են տալիս։ Դա ալոգիկ հարց է, ալոգիկ, որ ինչքան անտրամաբանական պետք է լինես քաղաքականության մեջ, որ տենց երկրի ղեկավարին մեղադրես այլ երկրների հետ համագործակցության համար, այն դեպքում, երբ օրինակ կարա այդ այլ երկրի սովետական միության հատուկ ծառայությունների հավաքագրված անձը լինել մեր Կտրիչ Ներսյանի եղբայրը, ինչն է դեռ տրամաբանությունը որտեղ է հատվում իրար հետ։ Ըստ Սիվիկի հրապարակման Եզրած arczepiskopos Ներսիսյանը հիմա էլ համագործակցում է օտար երկրյա պետությունների, ընդ որում 2, 3, 4 պետություն է, էլի, այսինքն մեկից ավելին միշտ երկուսից դե գրեն պետության հատուկ ծառայությունների հետ։ Եթե նախկինում KGB-ի գործակալ է եղել ըստ այդ հրապարակման, նշանակում է KGB-ի իրավահաջորդը FSB եւ նման այլ կառույցներ, այսինքն Ռուսաստանի տիրույթում է, հիմա էլ գտնվում է Ռուսաստանում որպես թեմի առաջնորդ եւ վարչապետը այցելում է Ռուսաստան։ Մի տեսակ այսպես կարճ միացում է տալիս։ Չլինի գնացել է բերի։ Չէ, ես նորից օրինակը բերեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։ Ադրբեջանում պահվում են հայ գերիներ, բայց վարչապետը հանդիպում է Ալիևի հետ։ Այև այդ նույն տրամաբանությունն է, որ խնդիրներ չլիներ կամ քննարկելու բան չլիներ, չենք հանդիպի։